Երբ օրացույցը մոտենում է հունվարի կեսերին, օդը դառնում է ավելի պարզ, իսկ մտքերը ավելի սուր։ Հունվարի 10-ից սկսվում է մի հատուկ շրջան, երբ իրադարձությունները կարծես երկրորդ շունչ են ստանում։ Թաքնված բաները լույս են տեսնում, ներքին կարիքները ձևավորվում են, և կյանքը առաջարկում է անսպասելի շրջադարձեր։ Այս հոդվածը նվիրված է 4 նշանների, որոնց հունվարյան ազդակը կհանգեցնի ընտրության, ընդունել նոր հնարավորություն, թե պահպանել ծանոթը։ Կարիճ։ Երբ աշխատանքային լաբիրինթոսները բացահայտում են անսպասելի անցումներ։ Կարիճի համար սկսվում է մի շրջան, երբ աշխատանքային հանգամանքները դադարում են կանխատեսելի լինել։ Դուք կարող եք հայտնաբերել տեղեկություններ, որոնք կփոխեն ձեր նախկին պատկերացումները նախագծի կամ դերի մասին։ Այս մանրամասները չեն լինի աննշան, դրանք կարող են փոխել առաջնահերթությունները և ստիպել ձեզ վերանայել ծրագրերը, շեշտը դնելով ավելի խորը նպատակի վրա։ Դուք կզգաք վերլուծական պարզության ալիք, այն ինչը նախկինում թվում էր պատահական, կստանա կառուցվածք և իմաստ։ Այս ժամանակը բարենպաստ է սառը հաշվարկների և համարձակ քայլերի համար, բայց լավագույնն է խուսափել շտապողականությունից։ Որոշում կայացնելուց առաջ հաշվի առեք համատեքստը և հնարավոր հետևանքները։ Գործնական է նաև հավաքել փաստեր, բաց բանակցություններ վարել և սահմանել հաջողությունը գնահատելու նոր չափանիշներ։ Եթե սովորեք առանձնացնել անձնական զգացմունքները ձեր մասնագիտական դիրքից, կբացվեն հնարավորություններ, որոնք նախկինում միայն կարող էիք պատկերացնել։ Ջրհոս։ Առաջարկի ձայնը։ Ջրհոսը կարող է զգալ, որ համագործակցելու կամ ստեղծագործական նախագծին մասնակցելու հրավերը հայտնվում է ոչ մի տեղից։ Ձևաչափը և նախաձեռնողը զարմացնում են ձեզ իրենց ինքնատիպությամբ։ Սա պարզապես առաջարկ չէ, այլ հնարավորություն է համատեղելու ձեր իդեալները ազդեցության իրական հնարավորությունների հետ։ Հնարավոր է, որ նոր զուգընկերը չհամապատասխանի ձեր սովորական շրջանակին։ Դա կարող է լինել հարակից ոլորտի կազմակերպություն, անսովոր փորձ ունեցող անձ կամ ճկուն պայմաններով հեռավար աշխատանքի պայմանավորվածություն։ Ձեր խնդիրն է հասկանալ, թե որտեղ է աճի ներուժը և որտեղ է գրավչությունը քողարկում երկարաժամկետ օգուտի բացակայությունը։ Այս իրադարձությունը դիտարկեք որպես փորձարկելու հնարավորություն, բայց մնացեք քննադական, ստուգեք հեղինակությունը և պայմանները, բանակցեք հստակ ժամկետների և ռեսուրսների շուրջ։ Եթե կարողանաք համատեղել ազատ մտածողության էներգիան կազմակերպչական կարգապահության հետ, այս հնարավորությունը կարող է դառնալ հենարան հետագա նվաճումների համար։ Ցուլ։ Երբ ֆինանսական պատկերը այլ լույսի ներքո է երևում։ Ցուլը հավանաբար կբախվի անսպասելի հնարավորության իր ֆինանսները նոր տեսանկյունից տեսնելու, ոչ միայն հաշվի թվերը, այլև դրանց հետևում կանգնած արժեքային համակարգը։ Հանկարծակի պարզությունը կբացահայտի, որ որոշ ծախսեր իրական բավարարվածություն չեն բերում, և որոշ ակտիվներ կարող են օգտագործվել այլ կերպ, որպեսզի դրանք ավելի արդյունավետ աշխատեն ձեզ համար։ Այս ժամանակը բարենպաստ է աուդիտի համար, ոչ միայն թղթի վրա, այլև հոգեբանորեն, որ գնումներն էին խորհրդանշական ժեստեր և որոնք իսկապես ամրապնդեցին ձեզ դիմադրողականությունը։ Գործնականում օգտակար է ստեղծել եկամուտների և պարտավորությունների մանրամասն ակնարկ, վերանայել բաժանորդագրությունները և ծախսերի սովորությունները և մտածել ռեսուրսների վերաբաշխման մասին, երկարաժամկետ ներդրումների օգտին։ Այժմ կայացված որոշումները ազդեցություն կունենան ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում։ Կարևոր է չխուճապի մատնվել, այլ գործել համակարգված և ուշադիր մանրամասների նկատմամբ։ Խեցգետին։ Երբ տունը կարիք ունի թարմացման և ներքին ձայնը դառնում է ավելի բարձր։ Խեցգետինները կարող են փոփոխություններ զգալ, որոնք հիմնականում կապված են իրենց ներքին վիճակի և տնային միջավայրի հետ։ Նրանք կարող են հանկարծ զգալ, որ իրենց շրջապատող տարածքը պետք է մաքրվի, իրենց իմաստները պետք է վերաիմաստավորվեն, կամ շրջապատի մարդկանց դերերը պետք է փոխվեն։ Սա փոփոխության համար մակերեսային ցանկություն չէ, այլ շրջապատը կազմակերպելու նուրբ կարիք, որպեսզի նրանց սիրտը ավելի հեշտ շնչի։ Դուք կարող եք զգալ ձեր առօրյան փոխելու, տնային գործերը վերաբաշխելու կամ ձեր տունը վերաօգտագործելու ցանկություն։ Այս քայլերը կամրապնդեն ձեր հուզական կայունությունը։ Երբ ձեր տունը դառնում է ավելի պայծառ, ավելի հեշտ է որոշումներ կայացնել և ծրագրեր կազմել։ Մոտեցեք գործընթացին զգուշորեն, քննարկեք փոփոխությունները սիրելիների հետ, փոխզիջման գնացեք և կատարեք փոքր, բայց իմաստալից քայլեր։ Հրաժանվեք միայն այն բանից, ինչից իսկապես պատրաստ եք բաժանվել, և ստեղծեք ծեսեր, որոնք ամրապնդում են հարմարավետության և անվտանգության զգացումը։